Պարոն Աղաջանյանը հարցնում է այո կամ ոչ։ Կուսակրոնության ուխտի խախտում տեղի ունեցել, թե ոչ, ես կարծում եմ այդ հարցը այլևս ակտուալ չէ, բոլորի համար արդեն իսկ վաղուց պարզ է, որ այո, որովհետև եթե լիներ պատասխանը ոչ, այդ ոչը արդեն լսած կլինեինք, բայց մենք լսել ենք ամեն ինչ, սկսած նրանից, որ Գրիգոր Լուսավորիչն էլ է երեխա ունեցել, ավարտված նրանով, որ դե բայց դուք էլ փորձեք մի ամիս դիմանալ առանց էգ, տեսնեմ կստացվի թե ոչ, ամեն ինչ լսել ենք, բացի երկու տառանոց բառից, պարզ, որն է ոչը, հետևաբար պատասխանն է այո, եւ ես կարծում եմ այդ հարցը այլևս պետք է չտրվի։ Պարոն Ռուբինյանը հարգաժան հարցնում է մեր ընդդիմադիր գործընկերներին, արդյոք նորմալ է, որ մարդը, որը ստորագրել է կուսակրոնության ուխտը ինքը խախտում է, ես կարծում եմ, որ սխալ հասցեատեր եք պարոն Ռուբինյան ընտրել, որովհետև եթե մարդկանց համար նորմալ է, որ մարդը չբավարարելով նստակյացության եւ քաղաքացիության ցենզին երկու անգամ առաջադրվի եւ ընտրվի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում, ինչ խնդիր կա, որ կուսակրոնության ուխտը ստորագրած վեհարանը զբաղեցնող անձնել խախտի կուսակրոնության ուխտը եւ շարունակի զբաղեցնել այն տեղը, որը որ զբաղեցնում է։ Եվ այս պայմաններում, երբ տիկին Խանոյանը գալիս եւ մեզ հարցնում է, դուք ամոթ ունենք, այո, ես կուզեի նույն հարցը ձեզ ուղղել, բայց քանի որ այդ հարցի պատասխանը ինձ համար ակնհայտ է, ես այդ հարցը չեմ ուղղի, որովհետև եթե դուք ունենայիք ամոթ, դուք այստեղ նստած չէիք լինի, որովհետև կամա չէիք կանգնել մի մարդու կողքին, որը երկու անգամ խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, չբավարարելով նստակյացության եւ քաղաքացիության ցենզին առաջադրվել եւ ճակերտավոր ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում, չէիք կանգնի մի մարդու կողքին, որը խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրաման է տալիս եւ բազմաթիվ այլ բաներ պրիվետ ասելու համար, մասնավորապես քաղաքացուն ծեծելով սպանելը առնվազն հանդուրժելուն հանդուրժում է, եթե ամոթ ունենայիք չէիք կանգնի նման մարդու կողքին։ Ինչևէ, հիմա սկսեմ արձագանքել ընդդիմադիր մեր գործընկերներին, տիկին Քրիստինե Վարդանյանը ասում է, որ կառավարությունը պետք է ազգայնացվի։ Հարգելի գործընկերներ, կառավարությունը ազգայնացվել է 2018 թվականին, կառավարությունը ազգայնացվել է եւ դրա համար է, որ 7 տարի է ինչ աղմկում է գետը, այսինքն ձեր ամբողջ տառապանքը, այն մղկտոցը, որ մենք 7 տարի շարունակաբար լսում ենք, այն նրանից է, ներսից եւ դրսից լսում ենք, նրանից է, որ կառավարությունը վերջապես ազգայնացվել է 10-ամյակներ անց 2018 թվականին ազգայնացվել է։ Տիկին Գրիգորյանը ասում է, որ ազգային ինստիտուտը ոչնչացնելուն միտված քայլեր ենք մենք կատարում եւ ճիշտն ասած ինձ մոտ հարց է առաջանում, երբանից է սեռական հարաբերություններ ունենա դարձել ազգային ինստիտուտ։ Ինձ համար դա նորություն է, կարծում եմ, եթե սեռական հեղափոխություն է սպասվում մեր երկրում, այդ մասին մեր գործընկերները պետք է բարձրաձայն հայտարարեն։ Ինչի է կարևոր այս խնդիրը։ Խոսել ենք, շատ անարդար իրավիճակ է եկեղեցում ստեղծել, որովհետև ժամանակին եկեղեցու սպասավորները, որոնք որ մտածել են, որ իրենք ուզում են ունենալ ընտանիք եւ երեխաներ, հրաժարվել են եկեղեցում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից, ընտրելով ընտանիք եւ երեխաներ ունենալու հնարավորությունը, իսկ որոշ ընտրյալներ համ բարձրաստիճան պաշտոններն են ձեռք բերել, համ ունեն երեխաներ եւ ընտանիք եւ ստացվում է, որ այն մարդիկ, որոնք որ ուղակի հավատացել են կանոններին, որոնք իրենք իսկ իրենց համար սահմանել են, ուղակի եկեղեցու հարիվներն էին ընդամենը։ Եվ շատ անարդար իրավիճակ է, հարգելի գործընկերներ, եւ զարմանում եմ, որ դուք տոգորված այդքան արդարության վերականգնմամբ շատ հաշտեք եւ համերաշխ ես իրավիճակի հետ։ Ինչն է սրբապղծություն տիկին Գրիգորյանի համար։ Թվարկեց, թե ինչն է սրբապղծություն, բայց փաստորեն սահմանադրության խախտումը կոպտորեն տիկին Գրիգորյանի համար սրբապղծություն
Չէ սեփական ժողովրդի վրա կրակելը սրբապղծություն, չէ միլիարդներ հետ գցելը սրբապղծություն, չէ եւ այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ շաբաթներ առաջ դեռևս հարց են ուղղել մեր ընդդիմադիր գործընկերներին, թե որտեղից Ռոբերտ Քոչարյանին 22 անշարժ գույք, երկու գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամի պարտատոմսեր, ավելի քան 1.4 միլիոն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլու եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, երկու տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ, ավելի քան 20 միլիարդ դրամ եւ որտեղից 22 տարեկանում փոքրիկ Քոչարյանին 1 միլիարդ 74 միլիոն դրամ նայրի ինշուրենսում վերահսկող փաթեթ գնելու համար այդ հարցի պատասխանը չկա, միայն պատասխան ստանում ենք, որ բա ասում եք 4 միլիարդ է, պարզվել է 200 միլիոն դոլար է, ընդամենը 200 միլիոն դոլար։ Հիմա մեկ այլ կինոյեն հարգելի գործընկերներ, Ֆոկուսնիկ սահմանադրագետները, մեր ընդդիմադիր գործընկերները տենց բան ունեն, թիմ ունեն ֆոկուսնիկ իրավաբանների, որոնք ըստ նպատակահարմարության պարբերաբար լոճում են մեր սահմանադրությունը, մեր օրենքները եւ հիմա երբ խոսք է գնում այն մասին, որ սահմանադրությունը հստակ սահմանում է, որ եկեղեցին անջատ է պետությունից, կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից, ասում են հետևյալը, մեջբերեմ, սահմանադրությունը ելնում է ասիմետրիայից, պետությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին, եկեղեցին իրավունք ունի իր պաշտոնատար անձանց միջոցով խոսել բոլոր ընթերությունների մասին, որը որ ունի այսօրվա Հայաստանի պետական իշխանություն եւ դա չի կարող դիտվել որպես պետություն եկեղեցի անջատ լինելու սկզբունքի խախտում։ Չկա որևէ իրավական նորմ, որը թույլ է տալիս գործել այնպես, ինչպես հիմա գործում է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 6-րդ հոդվածը արգելում է պետությանը միջամտել, բայց այ սահմանադրության 41-րդ հոդվածը իրավունք է տալիս ՀՀ ցանկացած քաղաքացու, այդ թվում բնականաբար նաև եկեղեցու սպասավորներին ազատ արտահայտելու իրենց կարծիքը։ Բա այս մենք ՀՀ քաղաքացի չենք, բա մենք չունենք այդ ազատ կարծիքը արտահայտելու իրավունք։ Բայց սա դեռ մի կողմ։ Այս նույն սահմանադրագետները, ուրեմն տարիներ առաջ սահմանադրության մեկնաբանություններ են գրել եւ այդ թվում անդրադարձել են սահմանադրության համապատասխան հոդվածին, որը եկեղեցի պետություն տարանջատված լինելու սկզբունքն է մեկնաբանում եւ այսպես են մեկնաբանում նույն սահմանադրագետները, որոնք որ հիմա ասում են, որ այդտեղ ասիմետրիա պետք է լինի։ Եկեղեցուն կարելի ամեն ինչ, պետությանը ոչինչ։ Ուրեմն, այսպես են մեկնաբանել, սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու պետությունից անջատ լինելու սկզբունքը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, աշխարհիկ պետությունում պետության եւ եկեղեցու գործունեության ոլորտները սահմանազատված են, ոչ մի դավանանք պարտադիր չի համարվում, պաշտոնական պետական կրոնգոյություն չունի, նման պետությունում կրոնական կազմակերպությունները ապա քաղաքական վերկուսակցական կազմակերպություններ են, պետական գործառույթներ չեն կատարում, քաղաքականությամբ չեն զբաղվում, աշխարհիկ պետությունում գործող կրոնական միավորումները եկեղեցական կանոնները եւ նորմերը չեն կարող ազդել պետական կարգի, պետական մարմինների եւ նրանց պաշտոնատար անձանց գործունեության, պետական կրթական համակարգի եւ պետության գործունեության այլ ոլորտների վրա։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ եթե դուք ձեզ համարում եք պրոֆեսիոնալներ, ապա առնվազն պետք է ձեր խոսքում լինեք կայուն եւ եթե մի անգամ տվել եք մի մեկնաբանություն, հետո նպատակահարմարությունից ելնելով բոլորովին այլ մեկնաբանություն չտաք եւ վերջում ուզում եմ նորից անդրադառնալ եկեղեցու որոշ սպասավորների, բայց Լեհաստանի պատմության մի փոքր դրվագի մեջ բերմամբ ես երբ դեռ երիտասարդ էի, վաղ երիտասարդության տարիքում, ես մի անգամ ուսումնասիրում էի Լեհաստանում լյուստրացիայի պատմությունը եւ ինձ համար այդ պահին շատ զարմանալի ձևով արձանագրեցի, որ լյուստրացիան Լեհաստանում հասել է ընդհուպ միջև եկեղեցի եւ նաեւ վերջին հերթով արդեն տարատեսակ պաշտոնյաներին եւ խավերին լյուստրացիայի միջոցով մաքրելու, այսպես ասած, վերջին փուլում նաև
եկեղեցի է բանը հասել եւ եկեղեցու սպասավորներ են ենթարկվել լուստրացիայի։ Այն ժամանակ ինձ դա շատ զարմանալի էր թվացել եւ ես չէի հասկացել ինչու է դա այդպես եղել։ Հիմա ասեմ, որ հասկանում եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ջուլակյան։